Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունների եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Դրանք են միջազգային հայցերից հրաժարվելը, մյուսը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը։ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Բացի այդ, Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է վերացվեն, ասել է Բայրամովը։ Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, մինչ այժմ համաձայնեցված էր համաձայնագրի նախագծի 15 կետ։ Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Բաքվի դեմ։ Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։ Պաշտոնական Երևանն էլ հերքում է, նշելով մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։ Ալիևը նաև ասել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին, նշելով քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում, ասել է Բաքվի բռնապետը եւ եվրոպական դիտորդական առաքելությանը կրկին մեղադրել Եվրամիության հետախուզական առաքելություն լինելու համար։ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, դրանից հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը։ Արդեն տևական ժամանակ է ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի սահմանադրությունից հեռացնել հղումը անկախության հռչակագրի, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հետ։ Հաջիևի խոսքով կան նաև այնպիսի անհատներ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության եւ ադրբեջանցի ժողովրդի դեմ Հայաստանի տարածքում։ Նրանք եւս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։ Նա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում Վարդանյանը մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի вրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ В зависимости от того, что является законным и незаконным. Выступление официального представителя власти несколько дней тому назад показало всем очевидную цель, что судит не 15 человек, плюс один, а суд над руководством Армении и Армении в целом, как государством в целом, над любым армянином, неважно откуда он, даже если он не из Армении. И последнее важно. Кто вас пугает очередной военной войной, вводит вас опять в заблуждение. Есть много других способов, как можно в сегодняшнем мире проиграть право на имение собственного государства. Это не завоевать опять надо военным путем уже. Сейчас, правда, война продолжается. Просто можно без единого выстрела завоевать за счет технологий, за счет финансов, за счет экономической зависимости, инфраструктуры, за счет владения информацией, за счет политических войн. Если вы так и будете жить в иллюзиях, если вы так и будете жить в иллюзиях, что все наконец закончится, и тебе будет спокойно зарабатывать на жизнь и зарадоваться, услышьте меня, это самообман. Потеряв Арцах, мы потеряем и Армению в ближайшие годы, если
кардинально не изменим свое отношение к понятиям, что такое элита, власть, государство, и кто должен нами руководить, услышьте меня и задумайтесь об этом, пока еще не поздно. И помните, всегда, как в армянской сказке, Качназаров выбирал народ царем, это и наше с вами решение, а не его. Убежден в наличии здоровых сил в нашей нации, и что этот тяжелый кризис мы преодолеем, как это сделали много раз за нашу очень длинную историю. И будем не просто жить, а достойно жить на своей родине. Помните, что только живой может плыть против течения. Всех с вами, всех вас обнимаю, со всеми вами вместе, ваш один из рядовых Орлеан Рубен. Եվրախորհրդանն ընդունել է Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը։ Ադրբեջանի կողմից հայ պատանների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինծու դատավարությունները խորագրով բանաձևն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։ Բանաձևով դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ պատանների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդանի պատգամավորները խոր մտահոգություն են հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ եւ կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Եվրոպական խորհրդանի լիագումար նիստում քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը հրատապ ընթացակարգի ներքո։ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող եւ բանաձևի համահեղինակներից Մերիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ Եվրամիությանը կոչ է մանում երաշխավորել հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակումը Բաքվից։ Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնել իր հարևաններին եւ խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհակահաղական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդունելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքների։ Բանաձևի մեկ այլ նախաձեռնող Եվրախորհրդանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի շինծու դատավարությունները նմանեցրել է ստալինյան դատավարությունների հետ։ Ցավով եմ արձանագրում, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ներկա չէ եւ չի լսում այս քննարկումը։ Շնորհակալություն եմ հայտնում Կալասին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու, նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման համար։ Պատգամավոր Վասիլի Տինչունն էլ հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ բանտարկյալների վիճակը հարցականի տակ է դնում արդարությունը, կայունությունն ու խաղաղությունը Կովկասում, կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են դատական չարաշահումներում։ Պատգամավորները հիշեցրեցին, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից եւ եվրոպական արժեքներից, հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական եւ ադրբեջանական գազի միջեւ։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց հավաքված արցախցիները դիմել են այդ երկրի խորհրդանի վերին պալատին բանաձև ընդունել, որ հետագայում Շվեյցարիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցով միջազգային քննարկում նախաձեռնի։ Շվեյցարիայի խորհրդանի վերին պալատում մարտի 18-ին սպասվում են քննարկումներ այս հարցով։ Արցախի խորհրդանի ներկայացուցիչները ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև կընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի կդիմի։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելկամպը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահման։ Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյի Վինթերին եւ Հայաստան այցելած պատվիրակությանը, նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ Կառավարությունում մեկնարկել են իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները։ Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապես այլ նշանակություն։ Չնայած այս պայմաններում հնարավոր չէ շղթել, որ սահմանադրության այն տեքստը, որ կարող է լինել, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Այն, որ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս թիվը արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, բայց կա հետաքրքիր մի երևույթ, որ այս թիվը
հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ինչու է անհրաժեշտություն առաջացել այս թիվը ընդգծել, որովհետև հենց գաղափարախոսական առումով անհրաժեշտություն է առաջացել պատասխանել մի հարցին, իսկ ո՞րն է Հայաստանը։ Որովհետև այն հարցին ի պատասխան, թե ո՞րն է Հայաստանը, այս հարցը կարող է դառնալ ուղենիշ եւ չափանիշ, թե այս որոշումը, որևէ որոշում ճիշտ է թե սխալ է։ Որովհետև ու կա նաեւ մի շատ կարևոր հանգամանք, որ այն փաստը, որ այս թիվը շատ հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ինքը ստեղծել է մի տարօրինակ հարցադրում կամ մի տարօրինակ արձանագրում, երբ որ հայտնի իրադարձությունները եղան եւ մեղադրանք հնչեց, որ օրինակ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ, որ ես իրականում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սա շատ հետաքրքիր նյուանս է, որովհետև երբ որ մենք հայտարարում ենք իմ ընկալմամբ, որ մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականություն եւ դա ճիշտ է եւ այդպես է, բայց սրա խորքային մեկ այլ նպատակ ինքը ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը փորձել է բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում իրական Հայաստան ասված գաղափարախոսությունը մի քանի թեզով։ Ըստ քաղաքագետի մենք շրջափակված ենք Թուրքիայով եւ Ադրբեջանով եւ այս իրողությունը չենք կարող փոխել։ Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի եւ Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել։ Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերը իրենց իմպերիալիստական նպատակների համար։ Դրա համար մենք պետք է ընկալենք այս իրողությունն ու կատարենք բոլոր պահանջները, մոռանալ ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել, հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված արել է իրական Հայաստան կառուցող գործող իշխանությունը, փոխել մշակույթը, պատմության դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ եւ հակաթրքությամբ, այս թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաեւ Սևանի մի հատվածը։ Այս ամենն անելուց հետո թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու եւ մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք իրական Հայաստան եւ գուցե կկարողանանք գոյություն պահպանել։ Սրանք մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի եւ ոչ միայն ՔՊ-ի հոգեվոր հայրը։ Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Նախագիծը Հայաստանի կառավարության քննարկման էր ներկայացրել Հայաստան խմբակցությունը առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում։ Հայաստանի ֆինանսների նախարարությունը նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին, վարչապետն ընդգծեց, սպասում է շատ կոնկրետ պատասխանների կոնկրետ ժամկետներով։ Հիմա թեմաներ կան, որ ես հասկանում եմ, որ մենք կառավարության նիստում կամ առաջին անգամ ենք անդրադառնում նրան կամ բավարար խորությամբ չենք անդրադարձել։ Այս հարցերը տեսեք, երբ որ մենք մեր քաղաքականությունները սինխրոնացնելու եւ ռազմավարական կառավարման մասին ենք խոսում, սրա մասին է խոսքը։ Որովհետև հիմա այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխանն ինձ դուր չեկա, որ ոնց որ հնարավորություն կա ֆինանսավորման եւ այլն եւ այլն, հիմա որ գնանք կպարզի որ կա, բայց այդքան էլ լավ չի, այդքան էլ ամբողջական չի, չնայած հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք, չնայած կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարություն իր հետ կապված բանի այդ շերտերի հնարավորությունները ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, այդ շերտերը լրացնելու բանանի որոշումներ կայացնի։ Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում ենք, դե ասում ենք հա երևի, դե կարող, հա դե երևի ճիշտ է սենց անել, դե երևի դե Ժորժ ջան, այդ ամենը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, սենց դե երևի, դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող, տենց ոնց կլինի։
Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ, թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Ինձ ասեք երբ ինչա ոնց է։ Որովհետև էլի եմ ասում, մենք բան ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում ենք։ Ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ասեմ, այն երեք որ հանձնարարեցի, այդ արվում է, թե չի արվում։ Հետո մի հատ է հաջորդ օրը, հետո մի հատ է հաջորդ շաբաթ, հետո մի հատ է հաջորդ ամիս, հետո մի հատ ամառը, մի հատ ձմեռը, մի հատ գարունը, մի հատ աշունը։ Այս ռեժիմով չի լինի աշխատել։ Հետո ես գնամ ուրիշ տեղ են տրամաբանության, որտեղ պետք է այդ բանը լինի, տենամ այդտեղ մի հատ փոսա։ Ունդեղից վերադառնամ կամ ասեմ, բախիա փոս ու բացատրություններ։ Ինչ կոնկրետ է, ինչ հարց բարձրացրեցի, կոնկրետ պատասխան։ Իրանը իսկապես ցանկություն ունենալու դեպքում կարող է միջուկային զենք ստեղծել առանց Միացյալ Նահանգների համաձայնության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ իրենք Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել։ Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան չէր կարող մեզ կանգնեցնել պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք նախկինում նշված պատճառներով, ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Խոսելով Միացյալ Նահանգների ռազմական սպառնալիքների մասին, նա նշել է, որ հարվածելու եւ պատերազմ սկսելու սպառնալիքը միակողմանի խնդիր չէ, եւ Իրանը ունակ է պատասխան հարված հասցնել եւ անպայման կանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Մոսկվային հրադադարի մասին համաձայնագիրը, այժմ կախված է Ռուսաստանից։ Ուկրաինան ավելի վաղ ընդունել էր ավելի քան 3 տարի տևած հակամարտությունում հրադադարի 30-օրյա առաջարկը Սաուդյան Արաբիայում գործարքի շուրջ 8 ժամ տևած բանակցություններից հետո։ Թրամփը նաև սպառնացել է Ռուսաստանի համար ծանր հետևանքներով, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կայացել Մոսկվա համոզելու ռուսական կողմին ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը եւ հայտարարել, որ մոտ ժամանակներս Կուրսկի մարզի տարածքը պետք է ամբողջությամբ ազատագրվի թշնամուց։ Նախագահին դիմավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Նա նախագահին զեկուցել է Կուրսկի սահմանային գոտում տիրող իրավիճակի մասին։ Պուտինի համոզմամբ Կուրսկի շրջանում ռուսական զինված ուժերի դեմ հանդես եկողները ահաբեկիչներ են։ Կուրսկում գտնվող բոլոր մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարում խաղաղ բնակչության դեմ, հակադրվում են մեր զինված ուժերին, իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին։ Ահաբեկիչներ են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն։ Այսպես է դասակարգվում նրանց գործողությունները Ռուսաստանի գլխավոր դատախազության կողմից եւ ահաբեկչության հոդվածներով է քրեական գործ հարուցվել նրանց դեմ։